Բարի Լուիս։ Լուիս բարի, մենք արթուն ենք եւ այստեղ ենք, դուք արթուն եք եւ այնտեղ եք եւ արդեն փաստորեն հունիսի 5-ն է։ Ամառը արդեն ամբողջությամբ սկսել է, չնայած որ մի փոքր ավելի ցուրտ եղանակ է, բայց ինչպես ասում են օթերևութաբանները, սպասվում են շատ տաք եղանակներ։ Անցնենք առաջ եւ խոսենք թե ինչ է այսօր մեզ սպասվում։ Ինչպես նշեց իմ գործընկերը, այսօր հունիսի 5-ն է, 5 եւ այսօր շրջակա միջավայրի պահպանության օրն է։ Այն ընդունվել է 1972 թվականին ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի կողմից, նպատակ ունենալով գրավել համայն մարդկության ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա։ Այսօր մասնագիտական տոն է նշում նաեւ բնապահպանները, ինչի առիթով մենք շնորհավորում ենք բոլոր բնապահպաններին Եվ մաղթում ենք նրանց էլ ավելի շատ բնապահպանեն այս ամենը, ինչ որ 1972 թվականից հետո էլ ավելի վատ է ու վատ է։ Ինձ թվում է, որ միջև այդ որ չէին մտածում մարդիկ, կարծես թե ամեն շատ ավելի լավ է։ Բնությունն ինքն իրենով կարծես ավելի լավ էր ընթանում։ Բայց դե իսկապես սա մեծ գլոբալ խնդիր է եւ խնդիր է, որի մասին յուրաքանչյուրս պետք է մտածենք։ ՄԱԿ-ը կարող է իր հերթին մտածել, պետությունը, կառավարությունը, այնտեղ չգիտեմ, գագաթնաժողովները Բայց մենք մեզ որ մի քիչ ավելի լավ պահենք, ավելի շատ խնայենք մեր բնությունը, չգիտեմ, մեզանց հետո չթողենք աղբ, գետերում չլվանանք ավտոմեքենաներ, չնետենք գետերի մեջ հին մեր անիվները մեքենաների եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Չթողնենք այնպիսի նյութեր, որոնք որ կարող են հետո արդեն կրակ առաջացնել, ինչի պատճառով շատ ավելի մեծ խնդիրների առաջ են կանգնում, բայց եկեք չխոսենք ոչ մի վատ նոտաներից, այլ շարունակենք մեր եթերը շատ դրական, քանի որ այսօր ունենալու ենք շատ գեղարվեստա երաժշտական, այո, եթեր, քանի որ ունենալու ենք հայտնի հյուրեր, ովքեր որ իրենց կլիպի պրեմիերան են մեծ հետ անելու, ես շատ եմ սիրում այս խումբը, չեմ ուզում բացել փակագծերը գոր։ Okay, լավ։ Դուք նույնպես։ Ես նրանց մանկուց եմ ճանաչում, այդ խումբն եմ ես գալու, որին որ ես մանկուց եմ ճանաչում, իսկներին շատ է սիրում, փորձեք գուշակել եւ գրեք մեր սոցցանցերում, այո, ով շուտ գուշակի, ով շուտ գուշակի, ստորագրությունները ստորագրությունները, մենք հեչ խումբը մենք։ Այո, եւ իհարկե եւս մեկ բացահայտում միգուցե ձեզ համար, որտեղ այդ մարդուն միջև է ճանաչել եք որպես դերասան եւ երգիչ, բայց այսօր ճանաչեք նաեւ որպես գեղանկարիչ։ Եթե նրան շատ հնուց եք ճանաչում, հաստատ գիտեք, որ նա նաեւ հիանալի նկարիչ էր։ Ինտրիգը ստեղծեցինք կարծես, թե մնում է, որ դուք ամբողջ ընթացքում մնաք մեծ հետ, որպեսզի բաց չթողեք այն բոլոր հյուրերին ու մասին, որ մենք փորձեցինք ձեզ տեղեկացնել։ Այո, Կրիշտիանո Ռոնալդոյի եւ Պորտուգալիա հավաքականի ուրեմն բոլոր ֆաներին շնորհավորում ենք։ Ռոնալդոն հերթական իր գոլը խփեց։ Գիտեք, որ ես Ռոնալդոյի ֆանատներից չեմ, այնպես որ դա ինձ համար այդքան էր ուրախալի։ Նելի ամուսինդ։ Մեսսի։ Նույն մարդիկ ենք մենք, նույն մաստի։ Լավ, եւ ինձ թվում է, որ ես Նելին եւ Նելի ամուսինը համոզված ենք, որ Մեսսին, լավ, Մեսսի մասին չի։ Ռոնալդոն օֆսայդից է խփել այդ գոլը։ Լավ, դա էական չի։ Էական է, որ Պորտուգալիա հավաքականը ազգերի ուրեմն լիգայի արդեն եզրափակիչում է։ Այսօր տեսնենք թե ով է միանալու Իսպանիա հավաքականը նրանց, թե Ֆրանսիայի։ Այսօր այսինքն նորից այն օրերից է, երբ նորից այն օրերից մենք լարվելու ենք ավելորդ անգամ չենք քնելու։ Հասկացա, շնորհակալություն, ես բալոկարտինս անպայման կընտրեմ։ Տրամարտկանց քրիտիկական օրերից է այսօր։ Ահա, ձեզ բոլորիդ առաջարկում ենք լսել լավ երաժշտություն, վերադառնալ ու շարունակել այն ինտրիգային եթերը, որը ձեզ այսօր սպասվում է։ Թոթափում ենք, սա ճիշտ եմ ասում։ Հա, այո։ Այ դրանց։ Մնացեք մեզ հետ։ Ռոմանտիկ տեսահոլովակ էր, վերադարձանք եւ խոսենք ոչ այդքան ռոմանտիկ եղանակի մասին։ Այո, հունիսի 5-ին հանրապետությունում սպասվում է ռոմանտիկ եղանակ, այսինքն առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճան։ Ռոմանտիկ անձրևային է։ Չէ, ինձ համար ռոմանտիկը դա արևն է։ Մոռացաք, ես ինչքան շատ եմ սիրում տաք եղանակ։ Օդի ջերմաստիճանը մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Մայրաքաղաքում ցերեկը 27-ից 29 աստիճան։ Գոր, տեսնում եք, մենք ասում ենք, որ ցուրտ է։ Այնպես որ տաքանում է, արևը ամբողջությամբ տաքացնելու է մեզ, ամառը վերադարձել է։ Այո, եւ շուտով արդեն բոլորս ման են գալու ստվեր։ Այո։ Ստվեր։
որի պակաս կա քաղաքում, հուսով ենք, որ մի 30 տարուց հետո ծառերը կմեծանան։ Այո, եղանակի տեսություն, հետո կվերադառնանք անպայման, մնացեք մեզ հետ։ Վերադարձանք, այսպիսի եղանակային պայմաններում ենք ապրելու, եղանակը փաստորեն տաքանում է, Նելին սա շատ ուրախացնում է, ինձ թվում է բոլորին է ուրախացնում, որովհետև վերջապես արդեն կարող ենք լողավազանները, ով որ ունի, լողավազան, այ դրանից, լցնի և վայելի։ Ես չունեմ, բայց ծանոթներ ունեմ, որ ունեն։ Կարող եմ գնալ այնտեղ և Եփեք, ով կա, որ լցնում ենք։ Ամսի 21-ին լցնելու ենք։ Բացում այդ օրն։ Այո, ամսի 21-ին ձեզ շավիրում եմ պաշտոնական բացմանը։ Всё, ես իմ մկրատով կգամ, որ կտրենք լենտերը։ Իսկ մենք անցնենք առաջ եւ ներկայացնենք ձեզ մի քանի կարևոր լուրեր։ Եթե պատրաստվում եք Հայաստանում ճամփորդել, ապա իմացեք, Աղվանի Լծեն ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրի քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ Այս մասին հայտնում են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Նշենք, որ արդեն մեկ շաբաթից ավել է Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կիլոմետրի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար նույնպես։ Իսկ եթե ուզում եք ճանապարհորդել Հայաստանից դուրս եւ խնդիր ունեք Շենգեն վիզայի հետ, պետք է իմանաք, որ հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումները կամ Գերմանիա գնալու վիզայի դիմումները ընդունման կարգը փոխվում է կտրականապես։ Շենգեն վիզան 2025 թվականի հուլիսից Գերմանիայի մասին է խոսքը, կընդունի միայն TLS կոնտրակտում։ Կոնտրակտում, այո, դա վիզաների կենտրոնն է։ Բայց այն մարդիկ, ովքեր որ մինչև հունիսի վերջ ունեն պայմանավորվածություն, դա ուժի մեջ է։ Այո, հանգիստ կարող եք գնալ Գերմանիայի դեսպանատուն, այնտեղ ձեր հարցերը կլուծեք։ Եվս մեկ շատ կարևոր փաստ, ուրեմն Գերմանիայի դեսպանատունը օֆիցիալ հայտարարում է, որ ոչ մի բանի մասին ձեզ այլևս չի տեղեկացնելու եւ մնացած բոլոր ձեր հարցերը վիզա կենտրոնի հետ։ Հուլիսից հետո, մինչև հուլիս ամեն ինչ նորմալ է։ Այո, իհարկե սա մի փոքր կդժվարացնի եւ ավելի կերկարի այն օրերը ձեռք բերել, երբ ուզում ենք վերցնել դեսպանատուն մտնելու համար։ Իրանք իրականում ասում են, որ սա օգնում է պայքարել սպեկուլյացիաների հետ, բայց խելքս չի կտրում իրականում։ Ես վիզաների կենտրոնից արձագանքներ ցույց են տալի, որ իրավիճակը այնքան է լավ չի այնտեղ, հերթերն են շատ, պատուհաններն են քիչ, մոռանում են վերջը մարդկանց կանչել պասպորտները վերցնել եւ ես մի հատ անհասկանալի իրավիճակ է։ Կարծես թե ամբողջ օրը մեզ առավոտվանց երեկոյան ասում են, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա մետ ենք, Եվրոպան մեզ ուզում է ընդունի գրկաբաց, բայց այդ տոմսերի գները էժանացել են, բայց վիզան, այո, վիզան դարձել է հայ ժողովրդի պրոբլեմ։ Հուսանք, որ մինչև տարվա վերջ գոնե կունենանք մի լավ նորություն, երբ այլևս մեզ վիզա հարկավոր չի լինի, հուսանք։ Ինչ լավատես եք։ Ես լավատես եմ։ Ոչ մեն
արևամոլ, արևամոլ եւ լավատես։ Չէ, ես մինչեւ տարվա վերջ եմ սպասում գոր։ Տարվա վերջ եմ Եվրոպա նախատեսում։ Դու վիզա ունես դեռ։ Ես այո, մինչեւ տարվա վերջ։ Լավ, ինձ թվում է, որ այս հարցներ կլուծվի օրերից մի օր, հաստատ, բայց որ օրը մտածելու տեղիք է տալի, իսկապես միգուցե վիզաների կենտրոնն է պետք ընդլայնել։ Իսկ հիմա մի քիչ խոսենք առողջության մասին, որովհետև կապ չունի, ուզում եք Շենգեն վիզա ստանալ, թե չեք ուզում Շենգեն վիզա ստանալ, առողջություն ուզում են բոլորը ունենալ։ Եվ դա է պատճառը, որ մենք ամեն առավոտ ունենում ենք շատ գեղեցիկ տեսանյութ առողջ ապրելակերպի մասին։ Այսօր առողջ լինելը կարծես թե շատերը կապում են հենց ավելի նիհար լինելու հետ, բարեկազմ լինելու հետ, հատկապես ամռանը սա շատերի խնդիրն է։ Գիշերային դիետաների մասին ենք այսօր խոսելու։ Ափսոս Զարան այստեղ չի, Զարայի հետ վիճել եմ այս թեմայով։ Որ թեմայով, դիետաների թե գիշերային դիետաների։ Գիշերային դիետաներ, գիրուկ լինելու մասին, նիհարելու մասին, Զարան օրինակ ասում է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լինել այնպեսին, ինչպեսին է ուզում է։ Այո։ Բայց փաստորեն մեր տեսանյութը ասում է, որ այդքան լավ չի, որ գիրուկ եք լինում։ Տեսնենք, իսկ տեսանյութի մեջ Զարան է խոսում, թե ոչ։ Կարևորը պետք է առողջ լինել։ Եթե դուք ձեզ լավ եք զգում ձեր գիրուկ մարմինում, ուրեմն սա է ձեր նորման։ Գնացինք։ Վերադարձանք եւ ժամանակն է գնալու դեպի Գովաստ։ Գովաստ Շանթի եթերում։ Վերադարձանք եւ ժամանակն է, որ Հակագծերը բացենք։ Նելին արտահայտվի, այո։ Հայաստանի ամենահայտնի ու սիրված ռոք խմբերից Նյեմրան պատրաստվում է համերգի։ Այն կկայանա օրեր անց, իսկ այս օրերին Նյեմրան հանդիսատեսին հանձնեց իր նոր տեսահոլովակը եւ դա է պատճառը, որ այսօրվա մեր հյուրն է ով Նյեմրան։ Ես մեռա, նեմրա, մենք տենց ենք ասում։ Վան եւ Մարիանա, Վասպուրին եւ Մարեկին բարևում ենք ջերմորեն, շնորհակալություն որ եւ Արտանան, այո։ Շնորհակալություն որ դուք արթնացաք։ Դե ինչ, շնորհավորում ենք համալիրում համերգ։ Նոր տեսահոլովակ։ Միլիոնավոր դիտումներ, կարծես թե ամեն ինչ գնում է դեպի վեր։ Գծած է։ Գծած գնում է։ Հա, չմոռանանք այս արանքում մեկ անկարկար Սերժ Թանկյանի հետ։ Այո, այդ ամենաբարձր գիծն է։ Այդ գծի ամենաբարձր կետն էր մեր։ Լավ, ոնց եք, ինչ եք, ինչպես եք պատրաստվում, հուզված եք, հուզված չեք։ Շատ լավ ենք, հուզված դրական առումով կարող է, ոգևորված ավելի շատ։ Վերջապես պատրաստ է մեր ալբոմը, ավելի շատ ոգևորված ենք հենց այդ առիթով, որովհետև 2019 թվից հետո 6 տարի անց վերջապես չեք լռում այս 6 տարվա ընթացքում, բայց քիչ-քիչ սինգլներով երգերը անհատական ներկայացնում ենք, բայց վերջապես հավաքվեց այդ ալբոմի մատերիալը ու ներկայացնենք։ Մարիանա, ինչ է քեզ թվում, տղաները այս տարիների ընթացքում ավելի բծախնդիր են դարձել ձայնագրության տեսակետից, երաժշտության որակի տեսակետից։ Ոչ միայն տղաները, ինձ թվում է մենք բոլորս ամբողջ խումբը։ Դու միշտ էլ բծախնդիր ես քեզ ճանաչելով, ինձ թվում է, որ ամենահեշտը Վանի հարցն էր, որտեղ Վանը ավելի շատ այս ժայթքում էր, ասում էր եկեք անենք արագ, ես հիշում եմ փոքր ժամանակ ավելել։ Այս ավելի միշտ։ Հիմա ինքն էլ այդքան արդեն Այսինքն այդ պերֆեկցիոնիստը քեզանից վարեկել ես։ Այո, ուղղակի ավելի ճիշտ Վանի պերֆեկցիոնիզմը գլուխ է բարձրացրել։ Արտացել է։ Բայց կարծում եմ, որ դա լավ է, որովհետև գնալով որակնել է լավանում, ձայնագրությունների, երաժշտական լեզուն է փոխվում, ավելի հասուն է դառնում։ Բայց հիմա ավելի քիչ ժամանակ ենք ծախսում միքսի վրա, քան առաջ
Ավելի հասուն է միգուցե դառնում, բայց երգերը շատ ավելի մասսայական են դառնում։ Սա էլ երևի թե մի ուրիշ կողմ է։ Այս սա ոնց ընկալենք, որովհետև կար մի ժամանակ, երբ նյեմրասիրողները դա մի խումբ էր կամ մի առանձին տեսակ էր մարդկային, այսինքն բոլորը չէին, որ կարող էին այս խումբը սիրել կամ ընկալել կամ այն այդքան մասսայական չէր։ Բայց վերջերս ես էլ եմ եղել դեր համերգներից մեկում, երբ այսպես ուղղակի քանակը ծայրը չէր երևում եւ արդեն ինձ դուր եկավ նա, որ այսպես մի տեսակ մարդիկ չէին, շատ տարբեր մարդիկ կային տարբեր տեսակի, տարբեր երաժշտական ճաշակի եւ բոլորը երգում էին, այո, սա ի՞նչն է պատճառը։ Կարծում եմ երգերի մեղեդայնությունը, որովհետեւ ամեն դեպքում մարդկանց դա գրավում է, որ երգը թեկուզ մի անգամ լսելիս, հետո անընդհատ գլխի մեջ պտտվում է, եւ հետո էներգետիկան բեմից եկող մարդը եթե անգամ շատ պրոֆեսիոնալ չհասկանա էլ, այդ էներգետիկան զգայական դաշտով կզգա ու քանի որ լսարանը արդեն բազմաշերտ է դարձել, այդ պատճառով էլ որոշեցինք համալիրում համերգ տալ, որովհետև մինչ հիմա տարբեր բացօթյա համերգներ ենք տալիս, ակումբներում ենք համերգ տալիս, փառատոնների մասնակիցներ, Հայաստանից եւ Հայաստանից դուրս, ու մի մաս կար հանդիսատեսի, որ միշտ սպասում էր, երբ պետք է այդպես դահլիճային մեծ համերգ լինի, ու վերջապես այդ առիթը լինելու է հունիսի 11։ Իսկ ակումբային համերգներից տարբերվում է համալիրի համերգը բնականաբար, հա, թե իր չափերով, թե ենթադրում եմ երաժշտական առումով, այ խոսենք մի փոքր թե ինչ է սպասվում մեծ համալիրում։ Համալիրում սպասվում է նախ նոր երգերն են սպասվում, շատ ոգևորված ենք, որ պետք է այդ նոր երգերը նվագենք, որովհետև մեզ համար վերջապես, չնայած ամեն նոր երգի հետ էլ երևի թվում է այդ ամենալավն է մեր կողմից, բայց այս անգամ ինչ-որ յուրահատուկ էներգիա ենք զգում այդ երգերի հետ կապված, այդ երգերը ներկայացնելու, Սկզբից որոշել ենք մի մասը նոր ալբոմի երգերը անել, մյուս մասը արդեն սիրված երգերը, բայց երեք Մարիաննա, երբ որ դու փորձից գնացիր, լքեցիր մեզ, մենք տղաներով դավիճ։ Մարիաննան էլ ուղիղ եթերում նորություններ եմ անում, այո, տղաներից։ Ասա բան։ Մենք սա առնել ենք իրար ծրագրերը։ Տրեքլիստը փոխվել է։ Դուք կգաք համերգի եւ ոչի բաց չեք իմանա Տրեքլիստը լրիվ առնել ենք իրար։ Այսինքն միքս է դառնալու։ Միքս նորը եւ այո, դե որովհետեւ իրականում երբ որ այսինքն ունեք արդեն այսպես ասած հիթեր եւ սխալ կլներ երևի թե մի մասում միայն դրանք լինեն, մի մասում անծանոթ երգեր, որոնք որ մարդիկ պարզապես հենց ապշած լսելու են դեռ չհասկանալով երկեն թե չերկեն, բարել, ճիշտ մոտեցում, Մարիաննա, ես համաձայն եմ։ Չջղայնանաք Մարիաննա։ Լավ, որ ասում եք։ Ով է ջղայնանում ամենաշատը խմբում։ Վասպուր Ձաձան։ Վասպուր Ձաձան։ Բաս գիտարահարը։ Բիձուկը ջղայնանում։ Վասպուրը փնթփնթանը միշտ։ Ես հիշում եմ ամեն անգամ սա հպարտությամբ եմ ասում, երբ որ Նեմրան նոր սկսում էր, տղաները եկել էին, չեմ շում, Մարիաննան եկել էր, հետո թե չէ, վերջը խոսում ենք ռադիոյի մեր առաջի կամ երկրորդ եթերն էր, ու ես համոզում էի, ասում էի տղեկ, հայերեն էլ է պետք է երգել։ Դուք շատ լավ որ անգլերեն Վան ասում էր, չէ, դե հայերեն հələ չեն կարա, ոնց որ չէ, Վասպորը սենց ընդհանրապես ձեն չէր հանում։ Իսկ հիմա պարզվում է, որ հայերեն շատ լավ է ստացվում եւ իսկապես ձեզ ճանաչում են նաեւ այդ կողմից եւ ամենաշատ սիրված երգերը հենց հայալեզու են։ Ինչ է դա, փոքրիկ հեղափոխություն տեղի ունեցավ։ Դա հաճելի է, չէ, կենթանի հնչողությամբ միշտ ներկայացնում էինք առաջ օրվանից, բայց հիշում եմ, որ առաջինը Արի իմ սոհակն էր։ Իմ սիրված երգերից բայց ձայնագրելու հետ կապված, քանի որ այն ժամանակ շատ մեծ դժվարություններ էր մեր համար ձայնագրելը եւ այլն, միշտ նախընտրությունը տալիս ենք մեր գրած երգերին, անգլերեն։ Հեղինակային։ Հետո ժամանակի ընթացքում արդեն երբ որ հեղինակայինները որոշակի քանակությամբ ունեցանք, հասկացանք, որ կարող ենք վերադառնալ, հայկականներն էլ արդեն կարող ենք անել։ Ինչ է կարծում մեր հանդիսատեսի երկրպագուի ազգի քաղաքացու ճաշակը այս տասնյակ տարիների ընթացքում, որ դուք արդեն գործունեության մեջ եք, փոխվում է, դեպի ուր է փոխվում։ Փոխվում է։ Մարդիկ գնում են Թաթուլի համերգին,
Մարիանան թող ասի, Ես օրինակ չեմ ջղայնանում դրանց, որովհետև կա մարդիկ սիրվում են թող գնան։ Բայց մարդիկ նաև նեմրայի համերգին են գալու, չէ՞։ Վստահ եմ, որ Մարիանան դրական բան ասել է։ Ես որ սկսեմ Քեզ է կլսենք, սպասի։ Իրականում, եթե խոսքը գնում է մեր լսարանի մասին, շատ է մեծացել մեր լսարանը ու ենթադրում ենք, որ հետևաբար ճաշակն է փոխվում, մարդիկ հետաքրքրվում են նույն այդ հայկական ժողովրդական երգերը ռոկային մշակմամբ, էլի շատ հետաքրքիր է, որովհետև սերունդը, ապակա սերունդը կարող է այդ հենց օրիգինալ տարբերակով չլսի հայկական ժողովրդականը, բայց ինչ-որ մշակումներով, ռոկային կամ ջազ կամ այլ մշակումներով ավելի հետաքրքիր լինի։ Այլ ժանրերն էլ են հիմա շատ զարգացել, բայց դրանց վերաբերյալ ստատիստիկա չունեմ, կարող եմ մեր լսարանի մասին ասել։ Բայց հստակ ձեր բանակը լսողների մեծանում է։ Այո, մեծացել է։ Ինչ եք անում, ինչ որ հատուկ մեդիտացիաներ ունեք, աղոթքներ։ Մեկ թաքուն ռավիզ ենք երգում։ Շաման ունեք, որին վարձել եք եւ նա չգիտեմ։ Չէ, բնական ոչինչ չեք արել, ձեր գործն եք արել։ Մենք մեր գործն ենք արել, հա, ու ստացվել է։ Մենք շատ ավելի լավ տիրապետելով հայկական այսպես շոու բիզնես ասվածին, եկեք ասենք, որ շուկան կարծես թե անընդհատ պտտվում է այդ ավելի այսպես հարսանիք, այս տեսակ միջոցառումների շուրջ, հա թե ֆինանսական առումով եւ թե հայտնիության առումով։ Այ օրինակ ձեզ մոտ այդպիսի դեպքեր լինում են, երբ երգում եք այդ տեսակ միջոցառումների։ Հարսանիքներ, այո, ես վարել եմ հարսանիք, ու տեսնում ես, որ ուրեմն փոփոխություն կա։ Այո։ Չէ, դուք նոր խոսեցիք մի երգչից, խոսեցիք մի անունից, բայց տեսնում եք, այսինքն կա փոփոխություն դրական առումով։ Այո, հարսանիքներին լավ անցնում։ Առաջարկում եմ տեսահոլովակը դիտենք, նոր թարմ, թեժ, հետո կվերադառնանք եւ շարունակենք զրույցը Վանի եւ Մարիանայի հետ, եթե չեք տեսել վայելեք, եթե տեսել եք եւս մեկ անգամ վայելեք, այո։ Պրեմիերա Շանթի եթերում, հեռուստատեսային պրեմիերա, YouTube-ում պարզ է որ կա, բայց սա հեռուստատեսային պրեմիերա է, երգի մասին մի երկու բառ թե ասես։ Չկնաղ երազը մեր մեկնաբանությամբ է, Չկնաղ երազն է, չէ՞, ռեժիսորը Կարեն Ամյանն է, ում հետ արդեն Զիմ խորոտիկն ենք նկարել։ Առաջին երգը։ Եվ առաջին երգը Sad Reality-ն, այո։ Իսկ գլխավոր հերոսը Վաչե Երիցյանն է, մեր շատ լավ ընկերը, ու ուզեցինք համերգից առաջ մի հատ հայկական ներկայացնենք, որտեղ ալբոմի բոլոր երգերը անգլերեն են, մի հատ հայ լեզու փորձեցինք ներկայացնել։ Դե ինչ, վայելենք եւ եւս մեկ անգամ հիշենք մեր առաջին սերը, ինչու ոչ, գնացինք։ Դու ինձ համար սիրո աղբյուր, ես քեզ համար գուցե ոչինչ, դու ինձ համար երազմաքուր, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չկնաղ երազ, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի է թե շատ մոտենաս, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չկնաղ երազ, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի է թե շատ մոտենաս, կյանքում դու միշտ ուրախ մնա, և միշտ եղիր պայծառ ու ջինջ, ամբողջ մի կյանք սիրով կտամ, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չկնաղ երազ, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի է թե շատ մոտենաս, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս չկնաղ երազ, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի է թե շատ մոտենաս, Ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես
կյանքիս չկնար երաս Արեգակին պետք է հերվից նայել Գայրի եթե շատ մոտենաս Հերվից ես քեզ գոնը տեսնեմ սիրել Որպես կյանքիս չկնար երաս Արեգակին պետք է հերվից նայել Գայրի եթե շատ մոտենաս Արեգակին պետք է հերվից նայել Գայրի եթե շատ մոտենաս Արեգակին պետք է հերվից նայել Գայրի եթե շատ մոտենաս Նեմրա, ամսի 11-ին համալիրում համերգ սիրելիներս, եթե դեռ չեք հասցրել տոմսերը գնել, շտապեք, որտեղ տոմսերը մնացել են շատ քիչ։ Վանե եւ Մարիանան մեր հյուրերն են, շարունակում ենք զրուցել նրա մասին, թե ինչպիսին է ձեր կյանքը այս պահին։ Մի հատ ինձ ասեք, սա նաև ալբոմի պրեզենտացիա լինելու, չէ՞։ Ինչ տեսքով է ալբոմը լինելու, շոշափելի թե անշոշափելի։ Քանի երգ է ընդգրկված ալբոմում։ Այո, որտեղից կարելի է գնել, չգնել։ Համերգի օրը վաճառվելու է ալբոմի շոշափելի տարբերակը եւ հենց այդ օրն էլ արդեն բոլոր պլատֆորմներում լինելու է on-line տարբերակը։ Իսկ շոշափելի տարբերակը դա CD է, վինիլ է, CD։ Ինչ կասեք cover-ի մասին, այսինքն ով է նկարել ֆոտոները, cover-ի հեղինակը դիմացի եւ հետևի կողմի Արտակ Զամանյանն է, իսկ երբ որ բացվում է cover-ը, մեր նկարն է հետաքրքիր նկարի տեսքով Սաշա Չուչի Շամուրազյանը։ Չուչին, այո։ Ողջույններ երկուսին էլ։ Ամեն ինչ ռադիովանի շուրջ է պատտվում այն մարդը։ Այդտեղից է սկսվում։ Կյանքը, այո, Ռադիովանում ենք ծանոթացել։ 2013 թվականին մեր առաջին մրցանակը հենց Չուչին էր։ Այո, նկարել էր Չուչին, այո, ձեր առաջին այս մրցանակը։ Իսկ բացի ալբոմից մերչի մասին մտածում եք, շապիկներ, չգիտեմ, պայուսակներ, նո գրիչ չգիտեմ։ Վաճառվելու է համերգի օրը նաև մերչ։ Շապիկներ, թե պայուսակներ։ Այսինքն դուք եկեք միջազգային տարբերակին ֆորմատի։ Так, քանի երգ է լինելու ալբոմում։ Ալբոմում 11 երգ է, որոնց մի մասը արդեն հրապարակել են սինգլների տեսքով, երկուսը համերգներին նվագել ենք, բայց ձայնագրությունը չկան ու մնացածը նոր երգ է։ Անգլալեզու է մեծամասնությունը։ Բոլորը անգլալեզու են։ Բոլորը անգլալեզու են։ Կոնցեպտուալ է ալբոմը, թե ինչ է սա, կյանքի փորձ է, ինչ կարող եք ասել։ Ալբոմի երգերը 2019-ից մինչև մեր հիմիկվա ժամանակները հավաքված մեր էմոցիաներն են։ Մենք հիմնականում երգերը գրում ենք առանձին պատմություններով, այսինքն ամեն յուրաքանչյուր երգ իր պատմություն։ Յուրաքանչյուր երգ սկսվում եւ ավարտվում է, բայց հետո վերջում որ նայեցինք, հասկացանք, որ ամեն դեպքում առաջի երգից մինչև վերջին երգը ինչ որ ընդհանուր գաղափար գիծ կա ինչ որ գնացող։ Ալբոմը սկսվում է ալբոմի առաջին երգը Rock and Rollers-ն է, սկսվում է ոնց է սկսվում առաջին բառերը I was at a party։ Ես party-ում էի ու ալբոմը ավարտվում է End of the Party-ով։ Այսինքն սկզբից ես party-ում էի, հետո party-ն ավարտվում է։ Նորից նույն party-ում ավարտվեց ալբոմը։ Առաջին երգը Վասպուրն է գրել, վերջին երգը ես եմ գրել, այսինքն իրարից անկախ է այդ ստացվել է այդպես։ Չէ, մոգական միստիկական բաներ տեղի ունեցել են հերթական անգամ։ Խոսեցինք դուետից Սերժի հետ, կուզենայինք իմանալ այդ դուետը հնչելու է նաև համալիրում եւ արդյոք լինելու է նա թե ոչ եւ արդյոք ինչ դուետներ են սպասվում։ Այո։ Այդ երգը լինելու է նախ ալբոմում այդ երգը կա եւ առաջին անգամ պետք է ներկայացնենք լայվ տարբերակով ուղղակի հեռահար տարբերակով Սերժի մասը էկրանին կլինի։ Սերժի մասը Ամերիկայի Միացյալ Նահանգներից կա։ Հա, ցավոք Սերժը չկարողացավ Հայաստան գալ, բայց այդպիսի մտքեր կային։ Իսկ շարունակելու եք ձեր ինչ որ գործունեությունը Սերժ Թանկյանի հետ, եթե հա, ապա ինչպես, եւ բացի Սերժից ում հետ կուզեիք ել որպես երազանք, որտեվ ես հիշում եմ նաև ժամանակին Սերժն էր երազանք, պարզապես, բայց տեսեք, որ իրականացավ։
Հիմա երազեք ինձ Մերլին Մենսոնի հետ։ Դե երազանքները իրականանում են։ Հայցորդի հետ, Լուրիդի հետ, չգիտեմ ում հետ։ Դուետի սիրահար, օրինակ ես այդքան դուետների սիրահար չեմ եղել երբեք, եթե ինձ առաջ հարցնում էին ում հետ կուզեք համագործակցել, առանց մտածելու երկու անուն է իմ մտքին եղել, System of a Down ու Beatles։ Հիմա եթե այդ կտրվածքով նայենք, որ Սերժ Թանկյանի հետ համագործակցեցինք, հաջորդը պետք է Սեր Փոլ Մակկարտնի կամ Սեր Ռինգո Ստար։ Ռինգո Ստարը լավ, Սեր Փոլ Մակկարտնի շատ ուժեղ է նվագում։ Հա, Մարեկը համաձայն բայց Փոլ Մակկարտնիի հետ շատ ես Կարանք չերես Հովակ Ալավերդյան դուզ գանք Սեր Փոլ Մակկարտնի վրա։ Okay։ Երեք լսում էի ես այդ հաղորդումը։ Դե ինչ, շնորհակալություն, մաղթում ենք ձեզ հաջողություններ, կհանդիպենք ամսի 11-ին Համալիրում։ Շատ հաղթանակներ ենք ձեզ մաղթում ապագայում եւ այս պահին արդեն գովազդ մեր եթերում, այո։ Հերթական վերադարձ post գովազդային, այսպես ասած, ուղիղ եթերում Շանթի հիշեցնենք, որ այսօր ամսի 5-ն է եւ այսօր շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է եւ բնապահպանների օրն է եւ սա շատ կարեւոր թեմա է մեր կյանքում եւ մեր առօրյայում։ Հիշեցնենք, որ եղանակը այսօր տաքանում է մինչև 29 աստիճան, այլևս անձրև չի սպասվում, բայց հիմա առաջարկում եմ պտտվել աշխարհի շուրջը գոր։ Ուր են գնալու այսօր։ Մենք գրեթե ամեն առավոտ պտտվում ենք տարբեր տեղերով, բայց այսօր ուր են գնալու, կարծես թե ուղղությունը դեպի Միջերկրական ծով, մի գեղեցիկ կղզի, որը որ հայերի կողմից սիրված է, նորապսակ հայերի կողմից, նոր ամուսնացած զույգերն են սովորաբար այնտեղ գնում, որտեղ ասում են, որ ընտանեկան հանգիստի համար այնտեղ շատ մի տեսակ թանկ եւ ռոմանտիկ, այո։ Իսկ այսպես ասած մեղրամիցների համար սա իդեալական տարբերակ է, որտեղ հարսանիքից հետո կլորի գումարներ է հավաքվում եւ մարդիկ թույլ են տալի իրենց այդ կլորի գումարները ծախսել։ Քանի որ հիմա շատ հարսանեկան սեզոն է, ես կարծում եմ պետք է պարտադիր հետևել այս տեսանյութին։ Այո, գնում ենք հրաշք մի վայր, որը կոչվում է Միկոնոս կղզի, իսկապես համ գեղեցիկ է, համ ռոմանտիկ է, համ աշխարհից կտրված է, համ ծովային է։ Գնացինք։ Վիզա է պետք ունենալ, բայց վիզաների պրոբլեմները։ Մեր տարբերակում առանց վիզաների գնում ենք Միկոնոս, գնացինք։ Թափ տվեցինք մեր վրայից Միկոնոսի ավազը եւ գնում ենք դեպի գովազդ։ Գովազդ Շանթի եթերում։ Այո։ Այ վերջապես իմ սիրած պահը զուգադիպեց հերթական post գովազդային շրջանում խոսենք նաև post-մոդեռնիզմից այ հիմա ներկայացնում Հունիսի 6-ին կկայանա դերասան, երգիչ ու նկարիչ Ավո Խալատյանի նկարների անհատական ցուցահանդեսը, որը կոչվում է թատրոն, սպանված թատրոն խորագիր, ահա, սպանված թատրոն։ Ավո, մենք նախ բարև ձեզ։ Մենք ձեզ տարբեր կետերից տեսել ենք դեռ փոքր տարիքից, հասուն տարիքում, ավելի մեծ տարիքում, որպես դերասան, որպես երգիչ, երգիչը պիտի ամենայն ազնվությամբ ասեմ, որ ես ամենաշատն եմ այսպես ինձ համար առանձնացնում, բայց որպես նկարիչ այն էլ սպանված թատրոն, այս այլ այսպես հետաքրքիր խորագիր, ինչու՞։ Քիչ-քիչ։ Ով որ չի ճանաչում Ավոյին, իսկապես ինձ լարված սպասում ես, բայց մարդիկ գիտեն։ Թատրոնն է ինձ ավելի շատ, գիտես, այսպես միտեղ ուրիշ տեղ տանում։ Ունի ինտրիգ, ունի գաղտնիք, փորձենք մի քիչ բացել այդ գաղտնիքները։ Ես նկարել եմ փոքր հասակից, ավարտել եմ Կոջոյան դպրոց, սակայն հայրս նկարիչ, մայրս դերասանուհի, վերջում հաղթեց մայրս, ավարտական դասարանում, այսպես կտրուկ որոշումներով ես գնացի դեպի թատրոն։ Անելով արդեն 30 տարի, 27 տարի, 98 թվականից հրավիրվելով Պարոնյան թատրոն, աշխատել եմ մինչև 25 թիվ, ու արել եմ դերասանի կարիերա եւ հանկարծ այսօր որոշեցի, որ անհատ ստեղծագործողի առօրյան, անհատ ստեղծագործողի կյանքը ինձ այսօր ավելի է ձգում եւ ես
Վերադարձար արմատների։ Կոլեկտիվից մեր այսօրվա շատ բարդ այդ կոլեկտիվ կոչվածին, որ չես կարող 5 հոգու մի կետ մի ժամի հավաքել միտեղ փորձի համար կամ խնջույքի համար նույնիսկ հին ընկերներից շատ մեծ դժվարությամբ ես կենտրոնացնում, որովհետեւ փորձեցի անհատ ստեղծագործել ու ավելի բարդ մասնագիտություն է, չնայած լինելով պրոֆեսիոնալ դերասան կարող է հեշտ է թվում ինձ համար ավելի, բայց նկարչի գործը 24 ժամ է։ Դու կարող ես գալ 2 ժամ փորձի թատրոն, 2 ժամ էլ ներկայացումը թող լինի, օրվատ մեջ 4 ժամը քեզանից կխլի այդ գործը։ Բայց նկարչությունը 24 ժամ է ու անդադար մտորումների, հույզերի մեջ, այսպես եւ ավելի բարդ է ինձ համար եւ ավելի հետաքրքիր։ Երեքները սիրում եմ։ Ես բախտավոր մարդ եմ երևի։ Չասենք մուսա, որովհետեւ մուսան դա սերն է կարծում եմ, ցանկացած մարդ մուսան սուտ խոսք է դա ինձ համար, սին խոսք է մուսան, երեքներ սիրում եմ, կսիրեմ երգ, կերքեմ այդ երգը, կսիրեմ որևէ դեր, որևէ կերպար, որևէ առաջարկ, կխաղամ այդ դերը, մտքումս կլինի իմ սիրելի թեման, իմ ցանկացած բողոքը, չգիտեմ ինչը, հույզը, խռովը կանձնեմ կտավին։ Բախտավոր մարդ եմ, ինչ ասեմ։ Ինչու սպանված թատրոն, այո, ով է սպանել։ Սպանված թատրոն։ Սա մի քիչ այսօրվա ժամանակակից ժուրնալիստիկական վերնագիր, այսպես մոտեցում էր, ինտրիգային, այո։ Ինչու սպանված ունի իսկապես իր պատճառաբանությունը սպանված, որովհետև հրավիրյալ ռեժիսոր Արթուր Սարիբեկյան անունով բեմադրեց Պարոնյան թատրոնում Վերոնիկան որոշում է մեռնել ներկայացումը եւ սա խաղացվեց ըստ Կոելյոյի վիպակի, որը դարձվեց պիես, ընտրվեցին լավագույն դերասանները 5 հոգի Պարոնյան թատրոնի ու բեմադրվեց այս ներկայացումը, խաղացվեց երկար տարիներ, 3 եւ ավել տարիներ, շրջագայեց բազմաթիվ միջազգային փառատոներում եղավ եւ օրերից մի օր որոշվեց, որ այս ներկայացումը պիտի դուրս գա ռեպերտուարից։ Եվ քանի որ չենք խառնվում պետական թատրոնի գործերին եւ աստծո գործերին նույնպես, այդ երկու տեղը չենք խառնում։ Ես գտա իմ կտավները եւ այդ ներկայացման եւ կերպար Էդուարդի կերպարը, որը երազում էր նկարիչ դառնալ եւ 10 տարի ապրել է այդ բուժարանում, իդեպ այդ նկարների շարքի մեջ կա մեկը, մի կտավ, որ կոչվում է Չապրած 10 տարիները Էդուարդի, որը նաեւ նկարիչ է, երազել դառնա, կարծես համընկավ այդ ժամանակ էլ Ավոն, ինչպես Էդուարդը նկարում էր ամեն տեղ, առաստաղին, հատակին, պատերի վրա, սավանների վրա եւ այս դերը հանձնվեց ինձ եւ ոչինչ կարծես պատահական չէր ու Էդուարդը ինքը նկարեց այդ ամբողջ ներկայացման դեկորացիան, իլյուստրացիան Էդուարդին, Ավո Էդուարդինն էր, այսպես Վերջում գտա կտավներս արդեն լքված, անտեսված կուլիսներում, հասկացա, որ դա ոչ մի կոպեկի արժեք չկա, պետք չի ոչ մեկին, ներկայացումը դուրս եկավ, դեկորները նրա հետ միասին, եւ ինչպես որ ամպագորգոր չհնչի, արվեստը չի մեռնում, եթե կմեռնի, ապա մի օր պիտի վերածնվի, ապա մի օր պիտի էլի դուրս գա ժայթքի, Փյունիկն է, այո, ճիշտ է սկոր, եւ բերեցի տուն այդ ամբողջ կտավները, կտրատեցի կոլաժի տեխնիկայով, նորից փակցվեցին, դրանք արդեն որակյալ մնայուն կտավների վրա եւ վրայից նորից աշխատանք, խառատեխնիկա, ակրիլներ, մարկերներ եւ վերջում դարձան այսպես գրաֆիկական հետաքրքիր աշխատանքներ ու ամեն ինչ կավարտվի մի օր Աստված մեր շնչառությունը երկար տևի, բայց դա էլ կավարտվի մեր եթերը շուտով, բայց այդ երեք գույնը, սպիտակը, կապույտը եւ սևը կմնան հավերժ ու կապրեն երկար։ Ցուցահանդեսի բացումը փաստորեն ամսի 6-ին Արտկվարտալում, հրաշալի մի վայր։ Իսկապես, եւ հրաշալի ցուցահանդես։ Հրավիրում ենք, որտեղ երիտասարդ արվեստագետներ, նկարիչներ, քանդակագործներ, դիզայներներ, տղաներ, աղջիկներ հավաքվել են ու ստեղծել են այս հրաշալի վայրը մեր քաղաքում, ապրում են այդտեղ եւ իրենց վաճառվածն ոչ մի գլոբալ այսպիսի օգնություն, ոչ մի մեկենաս, ոչ մի բիզնեսմեն, ոչ մի ձեռք մեկնել, իրենք իրենց նկարները կվաճառեն եւ ամենը կներդրեն
դնեն այդ կվարտալի մեջ եւ դարձել է իսկապես ազնիվ արվեստի կենտրոն, ամեն ինչ արվեստի մասին է, ամեն մի թուփն ու ամեն մի քարը։ Ահա իսկ քո կտավները վաճառվելու են, թե այս շարքը մի քիչ չեմ ուզում վաճառվի։ Սա ցուցադրվի երևի մի քանի անգամ կուզեի ցուցադրվեր, բայց եթե հանկարծ կցանկանան գնել որևէ մեկը, սա լուրջ կոնտրակտ պիտի լինի, որպեսզի եթե ցուցադրվելու դեպքում, ասենք մեկ նկար գնաց այդ 6-ից, ինչ որ մի կոնտրակտի միջոցով այդ գնորդի հետ պիտի վերադարձվի հաջորդ ցուցասրահին։ Դրա համար այդպես մի քիչ վախենում եմ ասել կվաճառվի, բայց ինքը քանի օր է տևել ցուցահանդեսը։ Մեկ ամիսից հնարավորություն ունեն շատ-շատերը։ Այո, ամսի 6-ին կլինեն հատուկ հյուրերի համար, հրավիրված հրավիրավորների համար, իսկ ամսի 7-ից արդեն բաց է հանրության համար մինչև հուլիս 6-ը։ Մեկ ամիս լինելու եւ այդ մարանները 1891 թվականին մենք գտանք այդ տուֆի կտորը, այդ նորոգումների, որը վրա փորագրված էր 1891 եւ այդ մարանները կարծես պատահական չի էլի խոսում են եւ համահունչ են, այո։ Միասին նորից վերաբացեցին այդ տղաները, երիտասարդները, նկարիչներ, քանդակագործներ, Հովհարը, Սմբատը Մանուկյան, Անին Չոպուրյան, հիմնադիրները արտկվարտալի երիտասարդները նորից վերաբացվելու են եւ հրաշալի ցուցահանդես է սպասվում մեզ բոլորս։ Ահա բոլոր այն մարդիկ, որոնք որ ինպես յետևում են քո Instagram-յան էջին, տարապում են վոայերիզմը, այսպես ասենք։ Ես տեսա, որ բացի դրանից, որ դա կոլաժներ էր, դու առհասարակ կարծես թե սիրում ես էքսպերիմենտներ անել, այսինքն ակրիլով նկարում ես, հետո ջուր ես անում վրան, հետո այդ վրձիներով անում ես, հետո կաթիները պահպանում ես։ Դա Քոջոյանում քեզ սովորեցրել էին, թե դա հետագայում Քոջոյանում երևի ինչ սովորել էի, մոռացվել էր։ Երևի բացահայտում ես նոր տեխնիկաներ քեզ ինչ որ արյանս մեջ երևի հորիցս ժառանգած եւ իդեպ երիտասարդ պատանեկան տարիքում շատ եմ շփվել մեծանուն նկարիչների հետ, հորս շրջապատը, մեծանուն նկարիչներ Ռոբերտ Էլիբեկյան, Էդուարդ Խարազյան, Ռուբեն Հովնանթանյան, եւ էլի այսպես անճարեղ մարդկանց ու երևի տեսնելով, երևի այդ ամենը սպունգի պես կլանելով, մատներով ես նկարում։ Հիմա աշխատում եմ եւ հետո խոսում եմ իմ պրոֆեսիոնալ նկարիչների հետ, ասում եմ, գիտես, այս նյութի վրա այս նյութն եմ արել, ճիշտ եմ արել, ասում են, հա, շատ ճիշտ ես արել, բա հակառակը չէր կարելի։ Որտեղից ես երևի գիտելիքները։ Սա ներքին զգացողություն է, ներքին զգացողության վրա։ Տանը խանդի տեսարաններ չունեն որ վերջը մենք էլ ենք մարդ, մեզ է ուշադրություն դարձրու կնիկ, երեխա, շունիկ։ Իմ արվեստանոց դեռ չունեմ, պատրաստվում եմ եւ իմ արվեստանոցը խոհանոցն է։ Երբ ճաշերը եփվում են, այդ գորոշիները, յուղերը եւ շերտերն ավելացնում նկարից վրա գնալով այդպես, բայց հուսամ կունենամ իմ առանձին անկյունը եւ տանեցիների համար, մանավանդ կանանց համար նկարում եմ մի առանձին շարք, դա ծաղիկներն են, գույներն են, որպեսզի ինձ շուտ չվռնդի։ Ֆովիստական այդ մոտեցումների համար ինձ շուտ չհանեն տանից, իրենց համար հատուկ շարք եմ անում, որ աչք շոյի։ Ահա խոսեցինք 3 գույների մասին, որոնք որ օգտագործված են։ Ինչու 3 գույն եւ ինչու հենց այս 3 գույները։ Այդ եկավ ի սկզբանե պետական թատրոնի այդ չկայի սակավ լինելու գույնին է այս էներգերը գնաց գնաց ամենաէժան սավանները եւ ամենասակավ ներկերի քանակը այսպես եւ եղածով ինչ որ կար ես չնայած զուգահեռ բերում էի տանից իմ պրոֆեսիոնալ մարկերներ եւ այլն այսպես փոքրիկ դետալներ անելու համար կամ բայց այդ 3 գույների վրա հիմնվեցի եւ երևի դա էլ ճիշտը դարձավ։ Շատ չծավալվեցի։ Կտավներից մեկը նվիրված է Beatles-ին։ Այո։ Beatles-ները էլ չեն նվագում, այդպես է ոչ։ Այսինքն ամեն մի կտավ 6 պատմություն, որոնք որ ընդհանուր պատմություն են։ Ընդհանուր խորագիրն են կրում սպանված թատրոն, բայց ամեն մի կտավ ունի իր վերնագիրը, Beatles-ները էլ չեն նվագում, սա գալիս է հենց կերպարից։ Էդուարդից, որը 10 տարի ապրելով հոգեբուժարանում, մինչև Վերոնիկայի մուտքը բուժարան, իրեն հեղափոխող այդ աղջիկը Վերոնիկան ինքը երազում էր իր սիրելի խմբին մեկ անգամ եւս լսելու, մեկ անգամ եւս վայելելու համար։ Ինքը անընդհատ պիեսում խոսում է Beatles-ի մասին, անընդհատ խոսում է Լենոնի մասին, Beatles-ի մասին եւ երազում է, որ երբ կա այսպես անսարք հեռուստացույց, որ անընդհատ իր հետ ման է տալիս այս անկյունից անանկյուն, թե երբ պիտի հնչի Beatles-ները, դե նվագեք, դե լավ խումբ են, սուտ չի, հոիզուր չի, նվագեք, դե մի անգամ գոնե
սա այստեղից է գալիս եւ Beatles-ները էլ չեն նվագում, այդպես վերնագիր ստացավ եւ նկարի մեջ էլ ինքը մի քանի երաժշտական գործիք կա, որտեղ ձեռքերով բռնված է, գիտարի լարերը վերջից, լիտավրն է բռնված եւ որոնք չեն հնչի, եթե ձեռքով բռնես։ Լրացված, այո, գործիքներն են, եւ Beatles-ները էլ չեն նվագում շարքն եւ ամենը այդտեղ սիմվոլիկաներ են, փոքրիկ այդ դետալները բոլորը սիմվոլիկա է, բոլորը ենթատեքստ ունի եւ շատ հետաքրքիր 6 կտավ է, բայց ամեն կտավի մոտ կարող ես երկար կանգնել ու բացահայտել, վերծանել, շատ հետաքրքիր շարք է ստացվել։ Մի քանի օր առաջ խոսում էի Արտուր Չեխի հետ, որը որ մեր արտ կվարտալի ես էլ հանդիպեցի վերջերս, այո։ Մարդ, որը որ բացատրում է հանրությանը, թե ինչ է արվեստը։ Եվ մենք նրա հետ վիճում էինք նրա մասին, նա ասում էր, որ սա փաստ է, պատմական, որ հնում արվեստը բացատրվում էր, այսինքն կոպիտ ասած Դավիթի տակ Միքելանջելո գրված էր, ինչ է սա նշանակում, ինչի է Դավիթը նայում դեպի Հռոմ եւ այլն եւ այլն։ Այսինքն մարդիկ, որոնք որ տեղյակ չեն, գալիս են կարդում եւ վերջ։ Վերնագրով ամեն ինչ ասվում է։ Հիմա արվեստը բաց է թողում այդ ամենը։ Հիմա կտավ է, դու գալիս ես, անգամ կարող է անվանումը գրված լինի շատ դեպքերում, դու պետք է քո համար մտածես, այո, այսպես վերնագրի պես, ֆիլմի պես, անա։ Դու որ կողմին ես պատկանում, որ արվեստը պետք է բացատրել եւ պարզ ու հասարակ ամեն ինչ, բայց գոնե մի այսպես բռնվելու տեղ, հենվելու տեղ պիտի տաս նրան։ Ամեն դեպքում մնացածը իր երևակայության, իր մտորումների, իր տեսածի, նույնիսկ կարող ես որևէ բան անավարտ թողնել եւ շարունակությունը ավարտը թողնել հենց դիտորդին, հենց հանդիսատեսին թողնել։ Ես այո, կողմնակից եմ ավելի այսպես մտորելու, խորհելու, մտածելու արվեստին։ 6 կտավ։ Մի կտավ արդեն հասկացանք, որ Beatles-ին է վերաբերում։ Խոսենք այն 5-ի մասին։ Խոսենք 5-ի մասին, վերնագրերը հաջորդը դեպի լույսը կամ գտնված օազիս, այդպես է կոչվում, Էդուարդը, որ փնտրում է այդ լույսը եւ ինչպես բոլորը շտապում են դեպի այդ լույսը եւ Էդուարդը ինքը վերջում գտնում է այդ իր լույսը եւ լույսը Աստված է, այնտեղ խորհրդանշական այսպես դետալներ կան։ Հաջորդ կտավը կոչվում է Վերև, ներքևում այդ դժոխային պատկերն է եւ վերևում այդ ջերմակ երկինքն ու հրեշտակները եւ ամենը այդտեղ ալաշագալ ինչ որ մոտեցում կա։ Այսօր Էմիջայլոց Կոնստանտին Պենիցենջանորն է, որը որ Շագալի ուսուցիչն է եղել եւ առաջին արեստանոցն է բացել Վիտեբսկում, որտեղ որ Շագալը սկսել է իր քայլերը առաջ կամ թռիչքները։ Կամ թռիչքները Վիտեբսի վրա։ Հաջորդ գործը մոռացել եմ վերնագրերը։ Ես հիվանդ չեմ։ Սա ամենակարևոր այսպես հիմնական ասելիքներից մեկն է, որ իսկապես այդ բուժարանում ովքեր որ հայտնվում էին, իրենք հիվանդներ չէին, բժեր չէին, ուղղակի տարբերվում էին հասարակությունից եւ հասարակությունը գիժեր անվանում այդ մարդկանց, ինչպես նաեւ Էդուարդը, որ լինելով դիվանագետների ընտանիքի զավակ ծնողները ստիպում էին նրան միշտ, որ կապի փողկապ, պիտի կապես փողկապ, շարունակես քո հոր ճանապարհը, իսկ այս երեխան երազում էր նկարիչ դառնալ, եւ այդ պրոֆեսորին էլ հարցնում էր, որ պրոֆեսոր, հնարավոր է արդյոք լինել եւ դիվանագետ եւ նկարիչ։ Բոլորը ասում եք այո, իսկ ես ասում եմ ոչ, չի կարող այդպես լինել, անհնար է դա։ Սա այդ կտավն է խորհրդանշում, ես հիվանդ չեմ, հաջորդ կտավը մեզ մոտ չապրած 10 տարիներն են, սուտ կուրքերի դեմ աղոթքներն ու անիմաստ ժամանակի վատնումն է, սովորական վախը կամ տագնապ, ինչը մարդուն կարող է հասցնել խելագարության, բայց պարզվի, որ դրանք սովորական վախեր են։ Սովորական հասարակ մեր ամենօրյա վախեր, որոնց վրա պետք չի կենտրոնանալ եւ դարձնել այսպես պրոբլեմ հիվանդագին։ Սա է եւ ես հիվանդ չեմ, որ պրոֆեսորը շատ գեղեցիկ տող ունի, ասում է չիրագործված, չկատարված երազանքները լցնում են միայն հիվանդանոցները։ Այնպես որ բաց թողեք ձեր երազանքները։ Եվ թող նրանք ճախրեն ու սավառնեն, արեք ինչ որ մտածում եք, ինչ որ ուզում եք, ինչ որ երազում եք, այդ փակելը, պարփակելը եւ ներս գցելը
ծանոթ խոսքով ասեմ։ Իսկ սա էլ է համարվում ձեր չիրականացված երազանքը, որն արդեն իրականություն է, հա? Կարելի է ասել այո, որովհետև ես երկար ժամանակ չնկարեցի անելով ուրիշ կարիերա, հիմա կարծես հասել եմ իմ երազած այսպես կետին, հիմա նկարում եմ ու վայելում եմ իսկապես այդ գործը։ Եվ հուսանք, որ Ավոյի կտավները կհասնեն Նյու Յորք, օրինակ, կամ ինչ-որ մարդիկ կգան և Ավոյին կանեն այդպիսի առաջարկություն, որից նա չի կարող հրաժարվել գնելով ընդհանուր 6 կտավը, թույլ տալով նրան, բայց օգտագործել այդ կտավները, երբ որ նա ուզի։ Գիտես, ես իսկապես Հայաստանում շատ դժվար է արտը վաճառելը, որովհետև մի քիչ փոխվել են ժամանակները։ Մշակույթը ավելի մատերիալիստական են դարձել, մարդիկ ավելի, չգիտեմ, Լուի Վիտոնի պայուսակ կգնեն, քան նկար։ Բայց ինձ թվում է, որ մի քանի հոգու, որ կարողանանք համոզել, եւ դա կդառնա մոդայիկ իրենց շրջանում, այդ դեպքերում ձեր գործերը էլ ավելի լավ։ Ձեր միջոցով սիրելի հաղորդավար։ Շնորհակալություն, ձեզ մաղթում ենք խոսեք ու պրոպագանդեք։ Գիտեք, բաներ կան, որ մնայուն են իսկապես եւ բաներ կան, որոնք անմահ են իսկապես։ Ինչ որ մեկին միգուցե թվացել էր, որ այս կտավները արդեն էլ վերջ։ Եվ դուք պատկերացեք ինչքան Մինասի գործերը ուր են։ Կորան գնացին։ Ճիշտ է, արվեց արվեստանոցը, գիտենք այդ պատմությունը, բայց կան գործեր, աշխատանքներ կան։ Եկեք գնահատենք այն ինչ ունենք եւ օգտագործենք եւ ամենակարևորը Ավոն ճիշտ բան ասեց, թողեք ձեր երազանքները, բաց թողեք ձեր երազանքները եւ նրանք օրերից մի օր, այո, մի սպանեք, որ սպանված երազանքներ չլինեն։ Շնորհակալ եմ Գոր, շնորհակալ եմ Նելի։ Ավո Խալացյան ամսի 6-ին ամսի 6-ին շանթարում ենք Վարվանից 1 ամիս արդ կվարտալում շանթարում է Ավո Խալացյանը, գնացեք, ստացեք հաճույք, մտածեք, որովհետև իսկապես թատրոնը չի կարելի սպանել, արվեստը չի կարելի սպանել, եթե սպանել միայն կտավների տեսքով։ Սա էլ սպանված չի, սա կյանքը շարունակվում է, դա է ամենակարևորը։ Գովազ Շանթի եթերում մենք կվերադառնանք քիչ անց։ Կյանքը շարունակվում է, Գովազ Շանթի եթերում։ Վերադարձանք Գովազդից հետո 3 տարածվեց հայկական սոցցանցերում մի տեսահոլովակ, որտեղ 5-րդ մասիվ եկեղեցու հարևանությամբ օձ էր պտտվում իր համար։ Օձ էր։ Շատ էին վիճում դրա մասին, դա թունավոր օձ էր թե չէ, ես այսպես անձեն աչքով հասկացա, որ ոչ թունավոր, բայց ցավոք սրտի բոլորը չեն հասկանում։ Մյուս շաբաթ անպայման կունենանք մասնագետ եւ խոսենք օձերի մասին։ Հիմա եղեք ուշադիր եւ մի վախեցեք, որտեվ իրականում օձերը ձեզանց էլ ավելի շատ են վախենում եւ թունավոր տեսակի օձեր շատ քիչ կան Հայաստանում, այնպես որ վտանգավոր չեն օձերը։ Մաքսիմում 3։ Եվ դժվար նրանք լինեն մասիվում։ Դժվար։ Կարա լինի, բայց լավ, մասնագետը կգա, կբացատրի, հիմա մի քիչ օձերից գրանք դեպի կարիճներ։ Երաժշտություն ենք լսելու, այո, մեր եթերում գերմանական կարիճներ խումբն է, այո։ Կարիճներ, չէ, հայերեն չէ, պետք թարգմանել, համոստի հայերեն թարգմանեք։ Գերմանաբնակ կարիճներ խումբ Շանթի եթերում։ Klaus Mein, Rudolf Schenker, մնացածի անազգանները չեմ հիշում, որովհետև շատ շուտ են փոխվում։ Փաստորեն մեր մասին է նաև այս երգը եւ մեր հեռուստադիտողների Morning Star, առավոտյան աստղ։ Այսպես էր վերնագրված, շարունակում է եթերը մեր առավոտյան եւ եւս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության մեր ազգային հավաքականը ֆուտբոլի վաղը խաղալու է ուրեմն Կոսովոյի հավաքականի հետ Կոսովոյի հավաքական հետ, սա անկերական խաղ է։ Ես պետք է ասեք, վաղը բոլորս միասին դիտում ենք, թե ինչպես է պարտվում մեր հավաքականը։ Ես մտածեցի դրա մասին, բայց ինչի ասեցիր, Նելի բարձրաձայն։ Լավ։ Չեմ կարծում, որ անակնկալ արեցի մեր հեռուստադիտողին, ինչևէ թող ես սխալվեմ։ Բայց պատկերացրու, որ
հաղթեն։ Այո։ Մենք միշտ խնդրենք, որ դու մեր խաղից մի օր առաջ Եթե հաղթեն, Գորի, ես ձեզ խոսք եմ տալիս, մի գեղեցիկ հյուրասիրություն ինձանից դեպի ձեզ։ Բասեյնի բացում, խորոված։ Հա, օքեյ, իսկ եթե պարտվեն, ես կգամ ու ձեր բասեյնը ուզաշուտած կմաքրեմ։ Ուրեմն պետքա դու 21-ին չգակալ 20-ին։ Իմ սնունդով, այո, 20-ին կգամ, իմ մտերտիկները լավ այսօր կգամ բասեյնը կմաքրեմ։ Սերի հավաքական խնդրեմ ուշադիր լինել վաղը, քանի որ այստեղ շատ լուրջ թեմաներ են պատտվում։ Այո, մտածեք իմ եւ Նելիի մասին։ Մտածեք, թե ինչպես եք գոլ խփում։ Իսկ հիմա վերադառնանք Երևան քաղաք եւ վերհիշենք, թե ինչպես բացվեց մետրոն մեր Երևանում, մեր մայրաքաղաքում, չէ՞ որ 1960-ականների վերջում Երևանը շատ բուռն կերպ սկսեց աճել, մեծանալ, գործարաններ նոր բացվեցին եւ շատ հետաքրքիր է, որ այդ գործարանները հյուսային մասում էին, երրորդ մաս, առաջին մաս, դեպի Տեցիկրուկ, իսկ բնակելի, այսպես ասած, թաղամասները դեպի հյուսիս։ Նոր քմարաշ, մասիվներ, նոր այդ շինարարությունը սկսվում էր եւ գիտես ինչքան անտառներ կար այն ժամանակ այնտեղ։ Ցավոք լավ չեմ հիշում այդ պահը, բայց այո, դու չես կարող հիշել այդ պահը, նկարներով կարող ես հիշել, նկարներով։ Ինչքան կանաչ էին այդ վարերը իսկապես։ Եվ բացի դրանից, որ կանաչ էին, ասեմ քեզ, որ այն ժամանակ շինարարությունից առաջ ծառեր էին տնկում։ Ծառերը տնկում էին, դե օրինակ շինարարությունը տևում է 5 տարի։ Այդ ընթացքում ծառերը մեծանում էին։ Դե վերջը, պարզ էր, որ այդ հարավից հյուսիս եւ հյուսիսից հարավ այդ զանգվածները պետք է տեղափոխեն։ Վերգետնյա տրանսպորտը արդեն չէր հերիքացնում եւ եկավ Կանեն Սերոպիչ Դեմիրճյանը եւ մենք ունեցանք մետրո։ Այն հենց այդ պատմությունը էսքիզներ շարքում։ Հենց հիմա մնացեք մեզ հետ։ Իջանք մետրոյից, մետրոն իդեալական տրանսպորտի միջոց է, թե ամռան թե ձմռանը, որտեղ ամռանը մետրոյը միշտ զով է, իսկ ձմռանը մետրոյը միշտ տաք է։ Այո, եւ ամենակարևորը որ ոչ մի խցանում չկա։ Խցանում չկա մետրոյում, բայց մեկ-մեկ պարբերաբար մետրո նստելից խնդիրների հետ է առնչվում, որովհետև դե պարզ է, որ առավոտյան եւ երեկոյան այն ժամին, որ բոլոր մարդաշատ է լինում, եւ ինձ համար երկու անգամ դեպք ա եղել, որ քարտով չեմ կարողացել վճարում անել։ Չի բաց է, ասել է, որ մերժված է։ Բայց քարտի վրա ինձ թվում է մի 10,000 Դա տեխնիկական խնդիր է, ենթադրենք այդ քարտերի հետ կապված կարծում եմ։ Ասել 10,000 հոգի կարող նստեր այդ քարտով։ Ձեր հաշվին այդ օրը մետրո։ Ես առաջարկում եմ հիմա դիտել մեկ այլ տեսանյութ։ Բոլորը շատ արագ հաշվեցին քարտի վրա ինչքան գումար կա։ 10,000 եք ասել, մենք ֆիքսել ենք 10,000-ը։ Անգամ 150 է պետք է անենք։ Ահա։ Ասել եմ 10,000 հոգի։ Տեսեք, ես չկենտրոնացա, Գոր։ Ես հիմա կվերադառնամ։ Հիմա եկեք դիտենք տեսանյութ սմարթ աստղադիտարանների մասին։ Հիմա դու քո սմարթֆոնով կհաշվես, իսկ մարդիկ իրենց սմարթֆոնների միջոցով կարող են տիեզերական ինչ-որ Եվ քանի հոգի ձեր հաշվին կնստել մետրո։ 10,000 հոգի այդ օրը կարային նստել։ 10,000։ Մնացեք մեզ հետ։ Ես հաշվեմ։ Այո։ Տիեզերքի մասին այսքանը, չէ, ես օրինակ մի հատ գիտես որ ինչքան մարդ կա հիմա տիեզերքում։ Տիեզերքում։ Այո։ Քանի Այս պահին 10 հոգի տես, հատուկ տենց բան կա։ Կարող ես ամեն օր ստուգել։ Քանի մարդ կա տիեզերքում։ Քանի մարդ կա տիեզերքում։ Այսպեսի Հիանալի։ համ կայք ունեն, համ էփ ունեն։ Բացում ես եւ տեսնում ես ովքեր են հիմա տիեզերքում։ 3 չինացի, 1 գերմանացի, 1 ամերիկացի։ Այս պահին տիեզերքում են գտնվում։ Մենք գտնում ենք երկրագնդի վրա, դուք էլ ըստ Ավելի կոնկրետ Հայաստանում Կիևյան փողոցում 16 շանթի եթերում, բայց մի քանի րոպեից մենք էլ կգնանք ինչ որ այլ հաստեղ կգտնվենք։ Այսօր այսքանը կհանդիպենք վաղը, լավ օր, վաղը հաղթանակ մեր տղաներին, այսօր հաղթանակ Իսպանիա հավաքականին իմ կողմից։ Բոլորդ մնացեք շանթի եթերում, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Ինչպես նշեց գործընկերս, կհանդիպենք վաղը ցտեսություն։